Բարի երեկո սիրելի հանդիսատես, բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Շանթի եթերում վիտամին ակումբն է, մենք ունենք լավ հյուրեր, որ ձեզ ուզում եմ այս պահին ներկայացնել։ Բայց մինչև հյուրերին ներկայացնել ուզում եմ առաջին հերթին դիմավորեք Արմանին, Արման։ Բարի երեկո։ Բարի երեկո Արման, ես ունեմ հյուրեր, որ ուզում եմ քեզ ներկայացնել։ Առաջին մեր հյուրը ուշադրություն Հայաստանի պարկուրի Free Running Ֆեդերացիա չկան սահմաններ, կան միայն խոչընդոտներ, այսպես են կոչում, այսպես են նրանք բացատրում իրենց գործունեությունը պարկուրի ասոցիացիա, որտեղ եք տղաներ, բարի երեկո։ Ֆեդերացիայի նախագահ Նարեկ Աբոյան։ Այո։ Պարկուր ասացի, կարող է շատ մարդիկ չհասկանան, կարող ես ասել ինչ է պարկուրը։ Պարկուրը խոչընդոտների ռացիոնալ հաղթահարում է։ Հասկացան մարդիկ արդեն։ Չէ, այդ առհասարակ բոլոր երկրներում այդպես է ընդունված, բայց քանի որ մեր Հայաստանում ամեն նոր բան շատ դժվար է, բայց քանի որ Հայաստանում ամեն նոր բան շատ դժվար է ընկալվում հանրության կողմից, պարկուրը կարող եմ ես երկու բառով այսպես ներկայացնել, ովքեր տեսել են Յամակասի ֆիլմը, որ շենքի շենք են ցատկում, տարատեսակ ակրոբատիկ շարժումներ են անում, դա հենց ներողություն տեսել եք այդ ֆիլմը, երբ որ շենքից շենք են ցատկում տղաները կամ արագ պատ են բարձրանում, առանց ոչ մի բանի։ Վազելով գալիս են լուրջ, վազելով գնում են, պատով բարձրանում են երկրորդ հարկ, թռնում են գարաժի վրա, գարաժից թռնում են մարդկանց մեջքին, վազելով գնում են։ Չեք տեսել ես։ Ես տեսել եմ, այո, բայց իրոք պարկուրը դա է, շատ երկար թռնում եք, չէ՞, դուք շատ երկար։ Այո։ Եղել է հեչ ասենք դու փողոցում կանգնած լինես, դիմացի մայթը խելոք չպայի իրան ինչ-որ մեկը թռնես դեմքին այդտեղից։ Այն դիմացի մայթից թռնես մի անգամից դեմքին։ Այո, եղել է։ Եղել է։ Շատ երկար թռնում են, ասում եմ։ Հա։ Դասից մի անգամից թռնում են տուն։ Պարկերից թռնում են։ Արանքում չեն վազում, պահակին խնդրում, մի անգամից թռնում են տուն։ Մի քիչ պատմեք տղաներ, լավ, բացի նրանից որ դա զբաղմունք է, սիրում եք, էքստրեմի սիրահար եք, վտանգի սիրահար եք, դա հետո ուր կտանի ձեզ։ Նախ ասեմ, որ մեր ֆեդերացիան գործում է 2011 թվականից։ Ֆեդերացիայի հիմնական նպատակը այն է, որ Հայաստանում զարգացնենք պարկուրը եւ ֆրի ռանինգը, այսինքն բոլոր ԱՊՀ երկրներում, եվրոպական երկրներում եւ ամբողջ աշխարհում ես կասեի, այդ ամենը շատ տարածված է եւ շատ մարդիկ կան, որ սիրում են եւ զբաղվում են։ Անձամբ ես 8 տարի ես զբաղվում եմ պարկուրով։ Ես երբ որ զբաղվում եի պարկուրով, ոչ մեկ հույս չուներ, որ Հայաստանում դա ավելի օֆիցիալ բնույթ կկրի։ Ես գիտեմ, որ շատ վտանգավոր սպորտ է դա, ու նույնիսկ ինչքան գիտեմ, եղել եք սկզբից 700 հոգի, մնացել եք 4-ը, ճիշտ է։ Փակեք ֆեդերացիան շուտ։ Փակվինք իրան։ Չէ, Գարիկ ջան, իրականում այն մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ մոտ մարզվել, կա սկսնակների ծրագիր, մենք ունենք մարզադահլիճ եւ ամեն այդ բարդ էլեմենտները մենք սովորացնում ենք մարզադահլիճում, ոչ թե դրսում։ Իսկ ամենաբարդ էլեմենտը, որ անում եք, ո՞րն է։ Բառերը ո՞րն է կարագրեք մենք։ Օրինակ monkey gainer։ Ինչ է։ Monkey gainer։ Իսկ հասկանալի բառերով եթե նկարագրեք։ Չեմ կարող ավելի Monkey, ասացիք monkey։ Monkey gainer։ Monkey gainer։ Գեյները հասկացանք, բայց Monkey-ն է կապիկ, բայց արժեր որ տենց հասկանայինք մենք։ Ոչ, իհարկե։ Gainer կապիկով մենք։ իսկ մինչև որ տարիքն է գալիս զբաղվել օրինակ։ Տարիքային սահմանափակում չկա։ Չկա, այսինքն պապիկ ես կարաս թորանը թե կրիշից կրիշ տեն։ Մի անգամ կարաս թռնես ու վերջ։ Մի ոտը տես Monkey gainer-ը կնկարագրես ինչ է որ անում եք։ Որ հարգից ինչ թռնում եք։ Իրականում բարձրությունը շատ էապես դեր չի խաղում այդ հնարքի մեջ, այդ հնարքը իմ ֆեդերացիայում եւ կարող եմ ասեմ ամբողջ Հայաստանում անում է իմ աշակերտը Ռազմիկ Սարգսյանը։ Այստեղ կարող է անել Ոչ, պարկուրը այնպեսի բան է, կարող կամ տրի խաղա, ես խաղում եք։ Ոչ, իհարկե։ Բայց ինչ է, մի հատ բացատրեք։ Մենք սիրով պատկերավոր։ Մենք սիրով ձեզ Մեջ կանց ասա թռնում ա բան, ինչ։ Ոչ, մենք մեծ սիրով ձեզ ցույց կտանք, Գարիկ ջան, բայց քանի որ ցույց կտայինք մեծ սիրով, բայց քանի որ բեմի վրա այդպիսի հարմարություններ չկա, ես ձեզ հրավիրում եմ, ամռանը կայանալու է պարկուր եւ ֆրի ռանինգի առաջին ֆեստիվալը Հայաստանում։ Ժամը 4-ին, բայց 3 շաբթիա չենք կարա։ Որտեղ նելու են տարբեր երկրներից հյուրեր, համաշխարհային մեծության աստղեր եւ Մադոննան։ Իմ համար չամպիոնից էր, իմ համար Մադոննա։
Չէ, դու կրեցիր։ Չէ, իրականում մեր հայոց դրոշը մենք պարկուրի միջոցով ամբողջ աշխարհին ուղի եթերով ցույց ենք տալու, որ Հայաստանն էլ ունի պարկուր եւ Հայաստանն էլ կարող է անել այն, ինչ որ անում են մնացած երկրներում եւ ոչ մի բանով չի զիջում, օրինակ Թուրքիային։ Եվ հիմա կարող եք գոնե մի բան ցուցադրել։ Ձեզնից մեկը բարձրանաբեմ ու ցուցադրի մի բան։ Գլուխ կոնզի։ Այո։ Այո։ Դիտքից Ավելի ոգևորում ենք։ Մենք կտուր չենք։ Օ։ Երազանքդ կատարվեց, Չակ Նորիսը Բայց եկել է։ կարող թռնես նստես այդ տեղը։ Եբա է դա պարկուրը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։